Բարև ձեզ սիրելի բարեկամներ, Armix News նորաստեղծ ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Խնդրում եմ թողարկումը սկսելուց առաջ սեղմել զանգակոճակը, բաժանորդագրվել մեր նորաստեղծ Armix News ալիքին եւ հետեւել մեր թողարկումներին։ Այսօր մեր տաղավարում է ՈՄԱ կազմակերպության հիմնադիր նախագահ Ռազմագետ Վովա Վարդանովը։ Պարոն Վարդանով, բարև ձեզ եւ շնորհակալություն մեր հրավերը ընդունելու համար։ Բարև ձեզ, ես եմ շնորհակալ։ Պարոն Վարդանով, երկուսից մեջ էլ տագնապ եւ մտահոգություններ կան այսօր, որովհետեւ հարձակում է տեղի ունեցել մեր բարեկամ դրկից պետության Իրանի Իսլամական Հանրապետության դեմ եւ ձեզ հետ միասին առաջին հերթին թույլ տվեք 1 րոպե լռությամբ հարգել անմեղ զոհերի հիշատակը, որովհետև պատերազմը աղետ է, ցավ է, արյուն է առաջին հերթին եւ փորձենք ձեզ հետ հասկանալ, թե ինչ կանխատեսումներ կան ձեր կարծիքով, ավելի շատ այսպես նույնիսկ ձեր դեպքում ռազմաքաղաքական առաջին հերթին տեսանկյունից այս պատերազմի հետ կապված, այս պատերազմի այդ հերթական ալիքի հետ կապված Ինչ է կարծում, այս պատերազմը կփոթորկի ամբողջ այս ողջ մեր տարածաշրջանը եւ առհասարակ ինչ անդրադարձներ կունենա նաեւ միջազգային իրավիճակի վրա լայն իմաստով։ Ես միանում եմ, ասենք, այդ անմեղ զոհերի, ավելի շուտ Իրանում սպանված, ոչ թե զոհված, սպանված այդ մանուկների, կրտսեր դպրոցի այդ աղջիկների սարսափելի բանա, մեկ երեխայի մահնելա սարսափելի, որ մնաց 100-ին մոտ։ Դրա համար մարդիկ կան, որ դժոխքում արվելու են։ Չի բացառվում, որ օրերից մի օր մարդկային դատարանը դառնա մի քիչ ավելի արդար, քան հիմա է, ու մենք անգամ դրա դատավարությունը տեսնենք։ Աստված տա։ Դրա համար պիտի մարդիկ պատժվեն։ Բայց դե Աստծո պատիժը հաստատ տեսնելու են էլի։ Ես էլ եմ հավատում։ Մանավանդ երկու դպրոց մի քաղաքում, որտեղ չկա ոչ մի ռազմական օբյեկտ, դա մեծ հանցանք է, դա ցեղասպանության է, պատերազմական հանցագործություն։ Պատերազմական հանցագործություն։ Անկախ դրանից լավ աշկով ենք նայում, լավ աշկով չենք նայում, դաշնակից է մեզ, դաշնակից չի մեզ, զոհը կամ էլ ասենք մարդասպանը, անկախ դրանից հանցանքը։ Ես երբեք չեմ մոռանա մի հոյակապ խոսք, որը որ ասում է, որ ոչ մի բան չարժե նվաճումը, եթե իր համար մի երեխայի արցունք է թափվել։ Այո։ Իսկ թե արյուն, ու մի երեխայի չէ, 100։ Լավ, մի քիչ երևի հեռանանք այդ ինքը տխուր թեմայի մեջ ենք մնալու էլի, բայց հարգելով զոհերի հիշատակը։ Ինչ է կատարվում հիմա։ Մեծ մերձավոր արևելքը եռում է վաղուց, շատ վաղուց։ Մեծ մերձավոր արևելքի մեջ մտնում ենք համ մենք, համ Իրանը, համ մեր բոլոր հարևան երկրները։ Ու պիտի օրերից մի օր ժայթքեր։ Փոքր ժայթքումներ տեղի են ունենում անցած տարի, այս տարի։ Սա փոքր է թե մեծ, ժամանակը ցույց կտա։ Որ սցենարով են աշխատելու, ռմբակոծելու են երկար, թե կարճ։ Քանի որ շատ բան են հասկանում ամերիկյան պաշտոնյաները, թե զինվորական, թե քաղաքական, շատ բառացի են հասկանում հաճախ Սունձի կամ Կլաուզևիցի խոսքերը, որ պատերազմը դա բանա խորամանկության արվեստ է։ Հիշում ենք անցած տարի բանակցությունների ժամանակ պատերազմը սկսեց այն դեպքում, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների բարձրաստիճան տարբեր չինովնիկներ, չեմ ուզում անունները տամ, ասում էին, որ բանակցությունները գնում է, ճիշտ է ծանր, բայց գնում է։ Մեկը սկսեց պատերազմը, Պրիտոմ սկսեց պատերազմ, որը որ միանշանակ Ամերիկայի Միացյալ Նահանգների հովանավորչությամբ էր, հովանավորչություն չէ, ցանկացած նահանգի իրավունքներով հոշտված պետական Ամերիկայի բյուջեից ստացող մշտապես դոտացիաներ ստացող Իսրայելը սկսեց։
նույնը ասենք հնդկական եւ պակիստանյան բախումները, ավիահարձակումները իրար վրա, Աֆղանստանի եւ Պակիստանի բախումները, որը այս վերջերս էլի կրկնվեց։ Այս ժայթքումները ինչ որտեղ թույլ չեն տալի, որ մեծ պատերազմ բռնկվի մի հատ ոնց որ ասած մի դմփոցից։ Եթե հիշում ենք Հյուսային Աֆրիկան շատ ստաբիլ էր, բայց լարվածությունը, ասենք երիտասարդությունը, աշխատանքի տեղ չունենալով, բարձրագույն կրթություն, դիպլոմներ շատ էին բաժանվել, ու դա վերածվեց, ասենք, գարնան արաբական։ Տրաքեց միանգամից բոլոր արաբական երկրներում զգացնել տվեց ու ոչ միայն արաբական։ Իշխանություններ փոխվեցին, տապալվեցին, քաղաքացիական պատերազմներ սկսեցին։ Նման մի բան միգուցե ստեղ չլինի։ Միգուցե չլինի, որովհետև վաղուց փոքր ժայթքումներ կան եւ ոնց որ ասած գոլոշին դուրս է թողում, էլի ճնշումը այդ փոքր ժայթքումները դուրս են թողում։ Այդ փոքր ժայթքումների թվին նաեւ պատկանում է բանը թուրքերի հարձակումը անկախ Արցախի վրա 20 թվականին, դա էլ փոքր ժայթքում այս ռեգիոնի համար, էլ չեմ ասում աշխարհի համար, Հայաստանի սահմանները գրոհելը, Արցախի օկուպացիան փաստացի 23 թվականին, այդ ամեն ինչ այդ փոքր, իմ ասած, այդ կոնցեպտի մեջ է։ Չեմ կարծում, որ Իրանի վրա հարձակումը բերի մեծ պատերազմի, ոնց որ եղավ, ոնց որ միջև հիմա չի դադարում մեծ աֆրիկյան պատերազմը։ Ինչպես ասում են, մեծ տեկտոնական, ցնցումների, երևի։ Չի բերի այդպես մեծ տեկտոնական ցնցումների, որտեվ այդ մանր միջին չափսի ցնցումներ միշտ գնացել է եւ բանը չեմ սպասում։ Ամենայն դեպս չի երևում եզրը, որ պետք է լինի։ Դրան որպես ապացույց եղավ թուրքերի հայտարարությունը Անկարայի, որ մենք չենք աջակցում։ Դա 2 ամիս առաջ Բաքվի թուրքերի խոսացող գլուխները, թե ստորին պլեբսի համար նախատեսված, ասենք, թե միջին ինտելիգենցիայի համար, եթե այդպեսին իրանք ունեն մտավորականությունը, Բաքվի թուրքերի իրանց համար նախատեսված, ասենք, խոսացող գլուխները անսպասելի սկսեցին ձմռանը խոսալ, այս ձմռանը, որ մենք ու Իրանի թուրքերը մեկ չենք, մենք տարբեր ենք, մենք ինտելիգենտ թուրքեր ենք, նրանք վայրի թուրքեր են, ֆանատիկոս են, 5 անգամ աղոթում են, իրանք մեր հետ ընդհանրություն գրեթե չունեն ապրելու մեջ, կենցաղի մեջ, դա ինձ շատ զարմացրեց, որովհետև ցանկացած բան, ասենք, ընդ ոստիկանության տարածքում բերման ենթարկված են կինը, որ մահացել էր ինֆարկտից, այդ ժամանակ ալիք բարձրացավ, տենայք ինչ անավային անցում էին բարձրացրել, մեր ազգականները, մեր եղբայրները գնանք ազատագրենք բան, դա մի քանի տարի առաջ էր, էլի ասենք, շատերի հիշողության մեջ դա թարմ էր, իսկ հիմա ոչ։ Այն էլ Իսրայելի դաշնակից, Իսրայելի կրունկի տակ գտնված Բաքվի ռեժիմը։ Դա խոսում է միայն մի բանի մասին, որ ինքը ավելի շատ Թուրքիայի, Օսմանյան Թուրքիայի ազդեցության տակ է եւ ինքը ստիպված իր պրո-իսրայելական, պրո-հրեական բաները, ասենք, պահեց ձգտումները, բառապաշարը եւ ցանկությունները այդ թվում։ Թույլ չեն տա Իրանը, որ վարի գնա կողքից, թույլ չեն տա չէ, սխալ եմ ասում, ցանկալի չի իրանց համար, Իրանին շրջապատող ժողովուրդների համար, անգամ Աֆղանստանի համար ձեռնատու չի, այն դեպքում, որ կես տարի առաջ Աֆղանստանի հետ շատ լուրջ լարվածության մեջ հայտնվեց, երբ որ 1-ից 2 միլիոն, այդ թվերներ շատ sense տատանվող էին, աֆղանցիներ վտարվեցին Իրանի տարածքից դեպի Աֆղանստան, մեղադրվելով լրտեսության մեջ, Իսրայելին ծառայելու բանի մեջ, ասենք, մեղադրանքներով։ Բայց պարոն Վարդանov, կներեք, ամեն դեպքում կուրացիան համակարգումը, այդ երկու նաև մեզ համար դժբախտաբար ոխերիմ
թշնամական պետությունների Թուրքիայի եւ Ադրբեջանի, որի հետ հիմա իհարկե ինչ որ փորձեր են արվում խաղաղություն հաստատելու, աստված տա, բոլոր դեպքերում թե իշխանությունը, թե ընդդիմությունը երկուսն էլ խոսում են խաղաղությունից, ամեն դեպքում խաղաղության գաղափարը ես ողջունում եմ, վերջի վերջո պետք է խաղաղություն հաստատվի, վերջի վերջո, բայց իրենց համակարգումը ընդունում են Ամերիկայի Միացյալ Նահանգներից, ինչպես դուք նշեցիք, Իսրայելից եւ նաեւ թուրքական խորամանկ դիվանագիտության մասին իմանալով, արդյոք չեք կարծում, որ թուրքերը իրավիճակից ելնելով կարող են փոխվել։ Այո, այսօր հանդես են գալիս, որ չէ, մենք պատերազմը չենք ուզում, Թուրքիան է այսպես ասում, հեսա Ադրբեջանն էլ կասի, որ մենք չէ, դե մենք դատապարտում ենք Իրանի դեմ այս հարձակումը, բայց հենց կողքից աչքով անելով, մանավանդ այսօր Ադրբեջան-Ամերիկա այս հարաբերությունների ջերմացումը եւ այլն, Թուրքիա դարձյալ Թուրքիան հանդիսանում է նատոյական երկիր, չմոռանանք բոլոր դեպքերում, մեկ էլ կարող է փոխվեն, ինչպես օրինակ Սիրիայի դեպքում փոխվեցին, ինչ եք կարծում։ Աստվածաշունչը, Ղուրանը, 5 գրքերը, որոնք որ սրբացված են տարբեր կրոններում, կարգավորում են մարդկանց կենցաղը, կարգավորում էին սրանից 2000 տարի առաջ, 3000 տարի առաջ, կամ Ղուրանի դեպքում ասենք 1600 տարի առաջ։ Եվ բոլոր գոնե մոնոէթնիկ կրոնների սուրբ գրքերի մեջ պարզ ասվում է կա քոնը մարդ որպես քոնը, քո ազգականը, քո մերձավորը եւ կան օտարները։ Ջուդների մոտ բացահայտ ասվում է Աստծո մարդիկ դուք եւ գոյերը։ Քրիստոնեության մեջ էլ կա։ Նույնը կա մուսուլմանության մեջ։ Մուսուլմանության մեջ էլ բավականին պարզ ասվում է, որ ստրուկ իրավունք չունես պահես, ասենք, քո կրոն ակցին։ Դուք եթերից առաջ մի լավ բան էլ ասեցիք, մի հետաքրքիր, որի հետ ես համաձայնվեցի, ասեցիք քրիստոնյա սիոնիստներ։ Հա։ Ինչի մասին է այդ խոսքը այդում, որ այն ով որ քոնն է, իրանց հետ պետք է արդար լինես։ Քրիստոսի, ասենք, խոսքը, որ դուշդ դեմ դուր, երբ որ մի թշիտ խփում են։ Դա մերձավորիդ մասին է խոսքը։ Երբ որ մերձավորդ քո թշին խփում է, իրանց թափեցնելու համար կարելի է երկրորդ թուշն էլ դեմ տալ, չէ՞ որ ինքը քո մերձավորն է։ Բայց օտարի հետ պատերազմում ես, միշտ մրցակցում ես, միշտ։ Եվ այդ մրցակցությունը հաճախ լինում է դիվանագիտական ձևերով, խորամանկության ձևերով։ Եվ խորամանկությունը որպես ծանրացուցիչ հանգամանք մարդկանց նկարագրելով, ովքեր որ ասենք դիվանագիտությունով են զբաղվում, դա մի քիչ բան է, այնքան էլ ճիշտ չի։ Այնքան կուզենայի, որ մեր քառակուսի մտածելակերպ ունեցող արտաքին, ասենք, գործերի նախարարության վերին խավը, վերին նկատի ունեմ մինիստր, զամեր, բան, այս վերջի 35 տարվա մեջ մի քիչ ավելի խորամանկ լինեին։ Ոչ թե այդպես պարզունակ, չի կարելի դիվանագիտության մեջ պարզունակ լինել։ Մի քիչ առաջ ասեցի պատերազմի մասին, որ պատերազմը դա խաբվելու արվեստ է։ Իսկ դիվանագիտությունը պատերազմա ուրիշ մեթոդներով։ Ես Կլաուզևիցին մի քիչ բանա ձևափոխում եմ ու համաձայն չեմ, որ պատերազմը դա դիվանագիտություն է ուրիշ ձևերով։ Հակառակը դիվանագիտությունը դա պատերազմա ուրիշ ձևերով։ Լրիվ հակառակն է։ Մշտապես պայքարը շարունակվում է, մրցակցությունը շարունակվում է։ Հիմա եթե ասենք անդրադառնանք թուրքերի դիվանագիտության, որը կարծում եմ ավելի խելամիտ է, քան մերը, որովհետև ավելի խորամանկ է, մինիմում երևում ձեզ։ Էլի մեր շնորհիվ չի։ Մեր քառակուսի լինելու շնորհիվ։ Չէ, քառակուսին դեռ դա այլ հարց, բայց մենք ենք, չէ, նաև սնուցել ժամանակին Օսմանյան կայսրությունը, այսպես մեր կադրային խելացի մարդիկ ենք ունեցել ենք խելացի մարդիկ, ովքեր որ դիվանագիտությունով են զբաղվել, ոչ միայն կայսրությունում, որը կոչվել է, ասենք, Օսմանյան, այլ նաև այն կայսրությունը, որը կոչվում էր, ասենք, Իրանի շահություն, կամ այն կայսրությունը, որը կոչվում էր, ասենք, ցարական Ռուսաստան կամ սովետական միություն, կամ այն կայսրությունը, որ այսօր կոչվում է, ասենք, Միացյալ Ամերիկայի Նահանգներ։ Մենք խասյաթ ունենք ծրված լինելով, ասենք, մեր բաներից օջախներից հեռանալով ստեղծել կամ ծառայել ինչ-որ մեծ գաղափարների, մեծ բաների։ Օսմանյան կայսրությունը մեծ գաղափար էր
Իրանի շահությունն էլ մեծ գաղափար է, ել չեմ ասում Ռուսաստան կամ բանը։ Լավ, եթե պատերազմը շարունակեց ծավալվել, ասենք շարունակեց, ինչպես դուք եք ասում, եթե Աստված չանի ձեր կանխատեսումը չիրականանա, որ այս փոքր պայթյունը չլրացվի եւ դիվանագիտական ճանապարհով ամեն ինչ չհարթեցվի, ինչ պիտի անենք մենք, հայրս, Հայաստանը, մեր ղեկավարները, ինչ պիտի անեն, որպեսզի Հայաստանը չդառնա լայն ռազմական գործողությունների թաթերաբեմ եւ չդուժենք մենք, օրինակի համար։ Արգելի մանուկ, ուրեմն ես երբ որ մի քիչ լայն եմ խոսում, դեռ հարցին չպատասխանած էլի, երևի ինձ արժե ասել մի քիչ կարճ կապի, ոչ թե ասենք թեման փոխել։ Հիմա եթե խոսանք մերձավոր արևելքի պայթելու մասին եւ դիվանագիտության մասին, դիվանագիտությունը դա ասեցի պատերազմի եւ պայքարի ուրիշ ձև է, ինքը շատ ավելի նախընտրելի է, քան երբ որ մարդիկ իրար սպանում են, շատ ավելի նախընտրելի է, քան ասենք երբ որ երեխաներին դպրոցներում ռմբակոծում են, ու ցանկացած քաղաքական ուժ Հայաստանում դա փառքաստո գիտակցում է, բոլորը խոսում են խաղաղությունից։ Այո։ Մերձավոր արևելքը պայթելու, ասենց ընդհանուր մի բռնկվելու հնարավորությունը, ոնց որ ասած այդ փոքր բաներով պակասում է շանսերը, բայց փոքր հրաբուխիկներ, այդ թվում նաև հայ-թուրքական, կարա լինի։ Շատ հանգիստ օգտվելով այս իրավիճակից, խոսքի ինչ-որ կարգադրություններ իրենց մայրիկների ժամանակավոր ամուսիններից, թուրքերը Իսրայելից նկատի ունեմ, որ կարգադրություն ստանան, կարող է կատարելուց ասեն դե պետք է Հայաստանում այս մեղրի հարցը լուծեմ կամ Զանգեզուրի, որ նոր ի վիճակի լինեմ, то есть պետք է sense անմիջապես միանամ Նախճիվանին, որ նոր ի վիճակի լինեմ ձեր հրամանը կատարել։ Կարա լինի, իհարկե կարա լինի, բայց մեծ պայթյուն ես չեմ սպասում։ Եթե Իրանի բանն էլ անգամ սցենարը չաշխատի որպես ոնց որ ասած Նիչյա, ոչ մեկ չհաղթեց, չհաղթեց բնական է Իրանը, որտեղ Իրան հարվածներ են հասցնում եւ ինքը անպատասխան հարվածներ է, adekvat չի այդ հարվածները, երբ որ ինքը դադարք բազաներին է խփում, ինքը չի խփում հակառակորդի տարածքին, պետական շենքերին կամ հիմնարկներին։ Ինքը խփում է շատ հեռավոր այդ հակառակորդի երկրից ինչ-որ բազաների, որտեղ 15-20 րոպեում որ հրթիռը մոտենում է, հասցնում են սաղ անձնակազմ անեն, ոչ մեկ չի տուժում, ոչ ոք։ Մենակ Իրային տուժել է եղել։ Անգամ նավերը, որ ոնց որ թե խոցել են երկու նավ, թիկունքային ապահովման նավեր են եղել, ոնց որ թե այնտեղ էլ մարդ չի զոհվել։ Ու այդ հարյուրավոր զոհերի առաջնորդների եւ երեխաների սպանդի ֆոնի վրա այնտեղ adekvat բաներ չի լինի։ То есть Իրանը sense տնեց ինքը չի հաղթելու ոչ մի դեպքում։ Ինքը կարա չպարտվի։ Որտեվ պարտվելը դա իր մեջ է։ Ինքը եթե թաթիկները բարձնի, ինքը պարտված է, եթե չբարձրացնի այդ թաթիկները, ինքը չի պարտվելու, ոնց որ չպարտվեց Աֆղանստանը։ Մի քանի անգամ իրան գրավեցին, ով ասես, 15-րդ դարում երկու անգամ անգլիացի 20-րդ դարում 1.5 անգամ ռուսները կամ սովետական միությունը, հետո բանա 21-րդ դարում ամերիկացիք, մեկը չի պարտվում, ինքը միշտ չի պարտվում, ինքը չի էլ հաղթում, որտեղ չի եթում հակառակորդի տարածքում բանանում, ինքը վերջի հաղթանակը որ ունեցել է, դա Իրանին է ինքը հաղթել, երբ որ ի պատասխան Իրանի եկած վտանգների ինքը եկավ գրավեց Իրանի շահությունը ու անգամ աֆղանական դինաստիա հիմնեց։ То есть վերջի իր հաղթանակը 18-րդ դար է եղել։ Հա, բայց բանը չպարտվելը իր մեջ կա, էլի այդ ռեսուրսը ինքը ունի, ինքը նախապատրաստվել է չպարտվելուն։ Ամերիկացին կարա ասենք չպարտվի։ Կարա, բայց ավելի ես մեծ հակված եմ դրան, որ ամերիկացիները վերջապես կարողանան, եթե չքանդեն այդ պետությունը, գոնե բրթեն իրան քարեդար, ռմբակոծեն տնտեսական օբյեկտներ, ոնց որ անում է Ռուսաստանը։ Ռուսաստանը չի կարողանում լուծի իր հարցերը, այս վերջի մի քիչ տեմպ տալով բան վերջի քանի 4 տարվա մեջ,
ինքը հիմնարկները ոչնչացրեց, էլեկտրոցանցն է ոչնչացնում, լոգիստիկ մնացած ասենք, քիչ ամնում ջրի խողովակները, որ թաղամասին ջուր է տանում, դրանց է խփի։ Ման տիպի բաներ, եթե ամերիկացին անելով կարողանա հասնել դրան, որ ժողովուրդները, որոնք որ բնակեցնում են Իրանի Հանրապետությունը, որ ապստամբվեն, այդ դեպքում կարող է ինքը հաղթող լինի, բայց ավելի շատ շանս կա, որ դրա համար մի քիչ ավել ջանքեր է պետք, ցամաքային զորքեր պետք է բանանես, то есть սերբական սցենարը, հարավսլավական, երբ որ մենակ ռմբակոծությունով քիչ թե շատ շուտ կառավարություն փոխվեց, այդ սցենարը չի աշխատելու։ Կարա աշխատի Լիբիայի սցենարը կամ Սիրիայի սցենարը, որը վերջի վերջո նույն բաններ, ուղղակի զարգացումները Լիբիայում մի քիչ ավելի արագ գնացին, նկատի ունեմ ռմբակոծություններ որոշ ժամանակ, մի քանի շաբաթ, մի քանի ամիս, հետո սպեցնազներ, ցամաքային զորքեր, եթե չէ գոնե սպեցնազ, եւ զենք սպառազինություն ապստամբներին մատուցելով, սպեցնազը իրենց կողքը կանգնելով, ռմբակոծություններով աջակցելով այդ ապստամբների խմբավորումներին, այդ սիրտի խմբավորումը, որը ձևավորվել էր Կադաֆիի քաղաքում իր շուրջ, կարողացան ջախջախվեն եւ վերացրեցին այդ պետությունը որպես այդպիսին։ Այդ սցենարը նույնը աշխատեց Սիրիայում, ուղղակի ձգվեց մոտ 10 տարի։ 10-11 տարի ձգվեց, բայց ինքը նույն սցենարն էր, ռմբակոծություններ, հետո տարբեր ապստամբներին, ասենք, աջակցել, սիրիական ազգային բանակ, Թուրքիան էր աջակցում, մի քիչ ամերիկան, հետո ինչ-որ տարած քրդերին աջակցում էր ֆրանսիացին, մի քիչ հրեան, խառը ուժեր կային, որ փորձում էին քանդեին Սիրիան, քանդեցին, տվեցին տերորիստական ահաբեկչական խմբավորմանը, որը նախկինում կոչվում էր Ջեբհեթ ան-Նուսրա, հիմա Տախրիր ալ-Շամ, Ալ-Ջուլանին ընդ անունը փոխել է, տաղբանա Ջեբհեթ ան-Նուսրայի առաջնորդը, հայերի համար ինքը պիտի որ դեռ հիշատակվեր, մեր հիշողության մեջ պետք է անդրանար, երբ որ կարծեմ 14 թվականին իրանք Քեսաբ մտան Ջեբհեթ ան-Նուսրան։ Այդ սցենարը հավանական է, հնարավոր է աշխատել, որովհետև Իրանում կան բազմաթիվ ազգային փոքրամասնություններ, կենտրոնախույս ուժեր, բելուջները, ախվազի արաբները, то есть հարավի։ Բայց այդ էլ չարեցին, պարոն Վարդանով, այսինքն տեսակ այդ առաջին հարձակման ժամանակ բելուջները, մյուսները, քրդերը, ազերիները չարեցին, ոչ նոր են սկսում, նոր են սկսում, եթե շարունակական լինի այս ռմբակոծությունները, ճիշտ է, նավատորմի պետը սրանից մի քանի օր առաջ ասեց, ես մի շաբաթվա պաշար ունեմ, բայց այդ էլ էր խափում, որովհետև ասենք նավատորմը մի շաբաթվա ինտենսիվ մարտերի պաշար չի, որ ունենում, ինքը մի քիչ ավել պաշարներ է ունենում, 2-3, միգուցե 4 շաբաթվա պաշարներ ունի։ Բանա, եթե այդ շարունակական լինի այդ ռմբակոծությունները, համապատասխան ասենք այդ ռմբակոծություններին աջակցելու հետագայում, երբ որ ավելի լավ սկսեն պահկվել Իրանի ռազմական եւ պետական այրերը եւ օբյեկտները, այդ վաղտ արդեն ավելի շատ սպեցնազի ներթափանցելու խնդիրը առաջանալու։ Եթե միջև այդ լրտեսներն են աշխատելու աջակցություն որպես այդ հարվածող ուժերի, իրենք քիչ թե շատ բացահայտվելու են, մի մասը նաև ռումբերի տակ հենց իրանց տերերի, ասենք, իրանց պապաների ռումբերի տակ են զոհվելու, սպանվելու, իրանց քանակը այնքան է նվազելու, իսկ օբյեկտները այնքան թաքուն են դառնալու, որ արդեն պետք է սպեցնազ ներխուժի։ Սպեցնազը ներխուժելուց արդեն անմիջական ցամաքային կոնտակտ այն ուժերի հետ, որոնք կենտրոնախույզ են։ Իսկ դա կարելի է ասենց համառոտ բան անել։ Բելուջները հարավ-արևելք, դա Պակիստանի սահմանի վրա մի ազգություն է, բավականին խոշոր, երևի մի 4-5 միլիոն կլինի։ Ախվազի արաբները, այդ հարավ-արևմուտք, ուրեմն մի քիչ վերև գնում են քրդերը եւ ավելի վերև ազարիները, թուրքալեզու լեզվափոխ եղած ազարի պարսկական ցեղը։
Թուրքմեններին, թուրքամաններին կարելի հաշվի առնել, կարելի հաշվի չառնել, Միջին Ասիայից, քանի որ այնտեղ ամերիկացի դոպուսներ չեն ստանալու, որ այնտեղ Ռուսաստանի ազդեցությունը եւ Չինաստանինը մեծ է, թույլ չեն տա ամերիկացիք այն կողմից ներխուժեն, դրա համար հաշվի կարելի է չառնել թուրքամանների, թուրքմենների եւ ուզբեկների այնտեղ Խորասանի այդ հատվածում հյուսիսային շուռ խառնվելուն։ Հիմնականում թուրքերը Բաքվի թուրքալեզու ազարիները Բաքվի հանրապետության սահմաններից Կասպից ծովից սկսած, այսինքն քրդեր, արաբներ եւ բելուջներ։ Այս հատվածը հնարավոր է, ասենք, որ ազգային բաներով կենտրոնախույս լինի։ Կա նաեւ, ասենք, որոշ օպոզիցիոն ուժեր Իրանից դուրս։ Փեհլևիների բաները վարկանիշը ոնց որ թե բավականին բարձր է հյուսիսային, կենտրոնական եւ հյուսիս արևմտյան, հյուսիս արևելյան հատվածներում են լեռնային, անապատային ավելի կոնսերվատիվ, ավելի հինը հիշող տարածքներ են, էլի շահական Իրանը հիշող, հա։ Այո, որտեվ իրանց կյանքում դեպի լավը համարյա բան չի փոխվել, դե ճանապարհները շատ բարդ է կառուցել, բան մնացել է նույն վիճակը, պլյուս ասենք եթե առաջ Իրանը որոշ ցեղախմբերին շահի ժամանակ ի պաշտոն է տարբեր բեյեր, էմիրներ, եսիմ ինչեր, ոնց որ ասած շահը որպես իրանց գլխավոր սյուզեր են ինչ-որ գումարներ էր ուղարկում, հիմա դրանից կդրվել է այդ տարածքի, ասենք, վերնախավը։ То есть իրանք կարան շահի, ժառանգի ոնց որ ասած պատժկա դառնան, էլի, ասենք, դառնան հիմք շահի ժառանգի Ամերիկայում, որ ասենք ելույթներ ունենում, ճիշտ անցած տարի բավականին կոպիտ ժողովրդի կողմից տելեգրամյան ալիքներում Իրան վրա հարձակումներ եղավ, ժողովրդի կողմից, հենց Իրանի, որովհետև ասին դու ինչ իրանցի, եթե ողջունում ես Իրանի վրա հարձակումները, էլի, ասենք, այդ անցած տարվա ամառը հունիսին որ եղավ։ Իր եղբայրը, օրինակ, մայից առաջ, սրանից մի 10 տարի առաջ հայտարարել էր, որ ով ուզում է լինի, եթե իմ երկրի վրա հարձակվի, ես գտնվելով Ամերիկայում, սաղ գործերս կթողեմ եւ որպես շարքային կեթամ կպաշտպանեմ իմ հայրենիքը, իմ Իրանը։ Կարգին հայրն ասեր, մարդու խոսքեր։ Ես իր եղբայրը կարող է մի քիչ ավելի հեռատես է, խորաթափանց է, ավելի դիվանագետ է, բայց ինքը ժողովրդի սերը չի վայելում։ Բացի այդ հատվածից, կարճ ասած, տարբեր տեղերից կարող է գլուխ բարձրացնեն, երբ որ ցամաքային զորքեր հայտնվեն։ Բացի այդ էքսպանսիա ցամաքային զորքերով ռեգիոնում Պակիստանը չի կարանի, որովհետև ինքը մուսուլմանական երկիր է եւ բացի մուսուլմանական երկրից շատ արմատական մուսուլմանությունը իրենց մոտ երևի մի 70 տարի է նույնիսկ կարող ավել դրոշակա, այն էլ ինչ ձևի եւ բնակչությունը խորը մուսուլմանական ֆանատիկոսության մեջ է պահվում, որպեսզի միշտ հակակշիռ են ես 200 միլիոնանոց Պակիստանը, միլիարդանոց Հնդկաստանին, то есть մոլերանտ պետք է կրոնական լինես, որ կարողանաս 1-5 կռվես, էլի ոնց որ ասած։ Դրա համար իրանք հանգարց մուսուլմանության դեմ մուսուլմանական երկրի դեմ հարձակմանը մասնակցելուց այնտեղ շատ լուրջ խնդիրներ կարան լինեն, ոչ թե իշխանափոխություն, այլ այդ կոնտինգենտը վտանգի մեջ առնելու եւ որը թիկունքից հարվածներ է ստանալու Պակիստանում։ Միջին Ասիայից ոնց որ ասեցի, ռուս-չինական ազդեցությունը այնտեղից չկա հարձակվելու բան։ Իրաքի կողմից հարձակվելը բացառում են, որովհետեւ դա շիական զոնա է, նույն ձևով ավելի վառ արտահայտված պրոիրանական, ասենք, բաներ կան, ուժեր կան այնտեղ, քան ասենք կարան հայտնվեն Պակիստանում, որ դեռևս չեն երևում, բայց կհայտնվեն։ Մեր աչքի տակ քարտեզի վրա մնում է երկու տարածք։ Մեկը այդ բանը Վանա լճից դեպի արևելք օկուպացված թուրքերի կողմից Հայաստանից, որ ներխուժ են թուրքերը դեպի Իրան, մեկ էլ հյուսիսային Բաքվի թուրքերը, որ հարձակվեն օկուպացված Արցախից եւ Թալիշստանից։ Մենակ այդ տարբերակն է շատ
Հավանական տարբերակ կլիներ, եթե մի քիչ առաջ որ ասեցի, թուրքերը սկսել են հասկանալ, որ Իրանը պայթելու դեպքում այդ բեկորների տակ իրանք կարող է, ասենք, չկռեն։ 15 միլիոնանոց Սիրիայի տակից հազիվ դուրս եկան։ 15 միլիոնանոց Սիրիայի դեպքում մենակ բաները 1.5-ից 2 միլիոն փախստական Սիրիայից ունեցան իրանք իրենց տարածքում, հանցագործ աշխարհը սարսափելի աճ ունեցավ այնտեղ։ Այդ ոչ թե իրանք էին հանցագործ, այլ իրանք մեծ հնարավորություններ են ստեղծում հանցագործ աշխարհի համար։ Համ վերբովկա են լինում անգործ մարդիկ, որ լագերում ամիսներով, տարիներով նստած են, բան չեն անում, փող չեն ստանում, ուտելիքը հազիվ, ասենք, սոված չմեռնելու համար, կարճ ասած 1.5 միլիոն 15 միլիոն բնակչություն, 93 միլիոն Իրանը եթե քանդվի 9 միլիոն փախստական, հա, Թուրքիա։ Մենակ դա արդեն իրենց կարող զսպի, իրենց կարող ստիպի, որ բայց մենակ դա չի, էլի։ Կարանք դրա մասին մի քիչ երկար խոսանք Թուրքիայի գլխին ինչ վտանգներ կարան լինեն, չգիտեմ, մենք այդքան ժամանակ ունենք, որ խոսանք կոնկրետ ինչ վտանգներ կան Իրանը պայթելու դեպքում, որ մասնատվելու դեպքում Թուրքիան կարա շահի որոշ հողակտորներ ձեռք բերում ունենա։ Եթե կարելի է մի քիչ համառոտ կարող ենք խոսել, մանավանդ եթե դուք ցանկություն ունեք եւ լավ թեմա է, այսպես ասած, կարևոր թեմա է նաեւ մեզ վերաբերող, Հայաստանին վերաբերող եւ նաեւ միացնեմ երրորդ իմ հարցն էլ ձեզ, ինչպես միշտ մենք խոսում ենք այս տաղավարում ձեզ հետ մեր զինուժում տեղի ունեցող իրողությունների վերաբերյալ, գուցե դա էլ միացնեք հնարավորինս համառոտ մեր զինուժում տեղի ունեցող վերջին գործընթացների վերաբերյալ եւ դրանով այսօր եզրափակենք, պարոն Վարդանов, եթե դեմ չեք։ Մեր զինուժի պահվածքը, ուզում եմ ավելի շուտ ասեմ, ոնց պետք է լինի մեր զինուժի պահվածքը, մեր պետության այրերի, պետական մեքենայի պահվածքը Իրանը այսպես ռմբակոծելու արդյունքում, ասենք, առաջացած վտանգների առջև, էլի, ասենք։ Նու նախ շատ ոչ adekvat կլինի, եթե մենք քայլեր չձեռնարկենք Սյունիքի ոչ դարպասները, այլ Սյունիքի պատերը, դարպասները եւ տանիքը ամրացնելու վրա։ Որովհետեւ նայեք, եթե Իրանի հետ մենք սահմանակից ենք Արաքս գետով եւ ընդեղից ներթափանցումը շատ բարդ է, շատ նավակներով մի քանի հոգի բան է, դի անլուրջ է, էլի ասենք։ Հա, բանը 93 թվականին թուրքերը երբ որ փախնում էին մեզանից, նետվեցին Արաքս գետը ու մոտավորապես չէ, գրեթե անկորուստ անցան Իրանի տարածք մի քանի հազար հոգի։ Հիմա այդ ամիսը չի, դա եղել է, ասենք, ամռանը, իսկ հիմա գարունը, ձնհալ, ձյունախառն անձրև գալիս է, այդ ամեն ինչը արազը ուրցնում է եւ ինքը ավելի վարար է։ Եվ ներթափանցումը մեծ մասաների լինելու է կամրջով, սահմանը հատելը հայ-իրանական։ Բայց մենք ոչ մի գառանտիաներ չունենք, որ թուրքը չարամտություն չի օգտագործի, չարամտորեն չի օգտագործի այդ մեծ հոսքը փախստականների Հայաստանին մեծ վնաս հասցնելու, ասեմ ոնց։ Ինքը շատ հանգիստ կարա Խուդաֆերինի կամրջով եւ ոչ միայն ուրեմն իր տարածք մեծ քանակի փախստականներ ընդունի, դաշտային Արցախի տարածք եւ ընդեղից ուղղորդի հայկական պոստերի վրա։ Կկրակես խաղաղ բնակիչների վրա, փախստականների վրա, ոչ իհարկե։ Այն սուտը լեգենդը, որ Խոջալույի վերաբերյալ թուրքը քարոզում է, դա իրականություն չի, հայ չի կարա անզեն մարդու վրա կրակի, դա շատ բարդ է, դա թուրքը լնես, իրանք են կոտորել իրանց ցեղակիցներին, այդտենց պրովոկացիաներ, որ ինքը հանգարց այդ փախստականներին բերի ու բրդի մեր վրա, չի բացառվում Խոջալույի սցենարանի, բրդի մեր վրա ու կրակի կոտորի իրանց ու դու կարողանալու ես ապացուցես, որ դա չես, դու չես արել դա։
Հիմա մենք չենք կարող, ասենք, փաստաթղթերով, ճիշտ է, թուրքն էլ չի կարող ապացուցի, որ մենք ենք արել Խոջալուն, որովհետև մենք չենք արել, բայց մենք էլ չենք կարող, որովհետև ոչ կամերաներ կային, այդ սպանության փաստը արձանագրող, ոչ բան, ասենք, մեր ձեռը չկա, էլի, դրա համար փաստեր, բայց պրեզումպցիա невиновности են ասում, չէ՞, то есть պետք է ապացուցես մեղավորություն, անմեղողության կանխավարկածը, այո, իրանք պետք է ապացուցեն, իրանք չեն կարա, որտեղ դա իրականություն չի, դա փաստ չի, դա նույնիսկ նկարելով հնարավոր չի դա սարքել, բայց հիմա, ասենք, հաշվի առնելով տեխնիկական հնարավորությունները, որ բանը համակարգիչն ա տվել, արհեստական բանականություն եւ այլն, այդ փախստականներին հանգարց բրթեն մեր վրա եւ կոտորեն հանգարց, ասենք, մի քանի հազար հոգի, մենք պատրաստ ենք նման պրովոկացիաների դեմ։ Եթե չկոտորեն, ուղակի բրթեն, ասենք, Նախճիվանի կողմից մի, չգիտեմ, 400,000 հոգի մարդ բերեն, ասենք, ուղակի կամուրջ սարքեն Նախիջևան, Իրան, ասենք, մի քանի հատ իրար կողք, ու այսինքն ճանապարհ բեռնատար գրուզավիկներով եւ ավտոբուսներով բերեն դեպի հայկական պոստեր, սահման դեմ տան, ասենք, մտեք։ Ու երկու ուղղությունից Արցախից, ասենք, օկուպացված Դաշնային Արցախի տարածքից եւ օկուպացված Նախիջևանի տարածքից ներխուժեն փախստականները տասնյակ, միգուցե 100,000-ներով։ Մենք կարող դրա դեմ առնենք։ Մենք ինչ-որ պատրաստություն տեսել ենք, որ դրա դեմ առնենք։ Իսկ այն փախստականները, որ ներթափանցելու են կամրջով, մենք իրենց կարողանալու ենք, ոնց որ ասած, օրինական ձևով ներթափանցած փախստականներին, մենք կարողանալու ենք իրենց մարդուն վայել, պատշաճ օգնություն հասցնել, հոգեբանական, չգիտեմ, այնտեղ բժշկական, սնունդ, բանը, վրանների քաղաք կամ գյուղեր, չգիտեմ, մենք ունենք այդ աշխատանքները, արդեն արել ենք։ Մենք համապատասխան, ասենք, բան ենք արել, մոբիլիզացրել ենք գոնե գրանցելով իրաներեն, պարսկերեն խոսացող մեր քաղաքացիներին, որ այնտեղ որպես թարգմանիչ գան աշխատեն, չենք արել այդ աշխատանքներ, մենք տնային աշխատանքներ չենք արել, հետո ասելու ենք վայ եղավ 16 թիվ, վայ եղավ 20 թիվ, վայ եղավ 22, աման մեզ դավաճանեցին ռուսները կամ ամերիկացի կամ կողոտ դու ես քեզ դավաճանում ոչ մի բան նախորոք չանելով, պետք է մեզ բնորոշ է վաղուց, հիմա մենք այդ աշխատանքները վրա գցել է մեր մի տեսակ ցավալիորեն մեզ համար ազգային հատկանիշ ենք դարձել։ Իսկ ես ցավալի բան տեսա, որ մենք չենք պատրաստվում, որովհետև Իրանի վրա հարձակումը բոլոր երկրներին շատ ավելի լուրջ զինված ուժեր ունեցող երկրներին ստիպեցին, որ շատ արագ իրանց մոտ ժողով անցկացնեն իրանց երկրներում։ Իսկ մեր մոտ չընդհատվեց, ասենք, քարոզ արշավը։ Դուք հասկանում եք, դա խոսում է ելին դրա մասին, որ հույսներս դրել ենք ում վրա հեռադիտակով տղմուտի ափին նայող, ասենք, Աստծու վրա կամ սահմանապահի։ Չէ, Աստծու վրա, այդ որ Աստված ելնում մի հատ ձգվում է հեռադիտակը վեկալում ասում է նայեմ տենամ ինչ կա աշխարհում, հիմա տղմուտի ափին պարսկական բանակը փղերը կարատե են պարապում, հեծելազորը ընդ չգիտեմ Պապլաստոնսկի է թում, բան արա, ասում է, չլի պատերազմա, նայում է այս ափի վրա հայերը բանը խորոված, քյաբաբ, տեժ, վեժ, երաժիշտներ, բան, արա ասում է, հայրենիքի կենացն է խմում։ Էլի հույսը ին վրա են դրել։ Այդ անեկդոտի պես մենք էլի հույսներս դրել ենք Աստծո վրա, խի մեր տնային աշխատանքները չենք կատարում։ Այդ պետք է հասկանանք, որ մենք ուզես այդ չհամաձայնվել, որովհետև ճիշտ իրատեսական մտքեր ենք արտահայտում, մենք պիտի փոխվենք, հարգելի մանուկ, մենք պիտի փոխվենք։ Փոխվենք ոչ միայն իշխանություն, հասկացա, որ իրանք պետք է փոխվեն։ Վաղ թե ուշ բոլորն են փոխվում իշխանությունով։ Ով կարծում է հավերժա, ինքը խելքի հետ լուրջ խնդրեմ ունի։ Բայց մենք պետք է փոխվենք, եթե ուզում ենք մեր ապագա սերունդները կյանք ունենան այս տարածքում։ Մենք պետք է փոխվենք մեր վերաբերմունքը, մենք պետք է կոնստրուկտիվ վերաբերմունք ունենանք ապագայի նկատմամբ։ Իսկ դա նշանակում է պատրաստվել տարբեր արհավիրքների, երկրաշարժի, պատերազմ հարևանի տարածքում, հարձակում հակառակորդի կողմից, ջրհեղեղ,
շատ բան կա, որ պիտի դրա դեմ կամ, չգիտեմ, համաճարակ, COVID, չի լինում այդպես բան, հասկանալի է, բայց մենք նկատել եք COVID-ից անմիջապես առաջ փակեցինք մի քանի հիվանդանոց, հետո ստիպված կռավատներ էինք շարում Ծիծեռնակաբերդում, համերգային համալիրում, կողմ դրանից էր, որ հեռու չենք տեսել, մի քանի հատ հիվանդանոց ենք փակել, պետական բալանսի վրա եղած, հեռուն նայել է պետք և դեպի հեռու ուղղված աշխատանքներ է պետք կատարել։ Շնորհակալություն պարոն Վարդանը, մաղթենք մեր տարածաշրջանին, Իրանին առաջին հերթին խաղաղություն, որ ինչքան հնարավոր է շուտ այս ամենը ավարտվի, այս աղետալի ռազմական հակամարտությունը ավարտվի եւ ինչպես դուք նշեցիք եւ որի հետ նաեւ այդ մտքի հետ չեմ կարող չհամաձայնվել, մենք պիտի պատրաստ լինենք ցանկացած զարգացումների եւ ոչ միայն խոսքով, ոչ միայն կենացային տրամաբանությամբ, գեղեցիկ խոսքերով, քյաբաբ ու խորոված ուտելով, այլև իրական հերատես, մարտավարական եւ ռազմավարական քայլերի տրամաբանությամբ։ Բլոկը մի հատ տենց գրող կար, սրանից 100 տարի առաջ, ռուսական պոետ էր։ Ինքը ասում էր «Вся жизнь борьба, покой нам только снится»։ Սաղ կյանքը պայքար է։ Ոչ թե պիտի պատրաստ լինենք, այլ մշտական պիտի պատրաստվենք տարբեր արհավիրքների։ Ինչքան էլ պատրաստ լինես, միշտ ավելի պատրաստվածի բան կա, կարիք կա։ Այո։ Շնորհակալություն։ Շնորհակալություն պարոն Վարդանов։ Սիրելի բարեկամներ, Armix News ալիքի եթերում ժամանակի ձայնը հեղինակային հաղորդաշարի հերթական թողարկումներ մեր զրուցակիցներ ՈՄԱ գազམ་ակերպության հիմնադիր նախագահ ռազմագետ Վովա Վարդանովը, խնդրում եմ սեղմել զանգակ կոճակը, բաժանորդագրվել Armix News ալիքին եւ դիտել մեր թողարկումները։ Շնորհակալություն, այսօր այսքանը, կհանդիպենք։